Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց իր գերմանական այցը հայ լրագրողների հետ։ Հարց հնչեց. երբ ենք դուրս գալու ԵԱՏՄ-ից։ Եվ պատասխանն այն էր, որ դա նպատակ չէ։ Նպատակ է Եվրամիության անդամակցությունը, որը մի օրվա մեջ տեղի չի ունենում, եւ պետք է ինչ-որ ճանապարհ անցնել, հենց կգային պահը, երբ կդառնա դա անհրաժեշտություն, այն ժամանակ էլ դուրս կգանք։ Թվում է, թե միանգամայն ռացիոնալ տրամաբանություն է եւ անհրաժեշտ է ոչ շոկային ճանապարհ անցնել, կոլապսներ ճանապարհին թույլ չտալ, հիանալի է, սակայն եթե հաշվի չառնենք մեկ հանգամանք։ Իսկ հանգամանքը հետեւյալն է. Ռուսաստանի հետ շարունակվող կապերը Ռուսաստանին առայժմ հասանելիություն են տալիս Հայաստանի ներսից Հայաստանի վրա հարձակվելու համար։ Մեր բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով Ռուսաստանի կողմից օգտագործվում են ընդդեմ Հայաստանի, որպեսզի այս ճանապարհը, որը մենք դեպի Եվրամիություն պետք է անցնենք, իսկ դա մի օրվա ճանապարհ չի, որպեսզի դա տեղի չունենա։ Ռուսները նույնիսկ այս ամենը օգտագործում են խաղաղության օրակարգը չկայանալու համար, լղոզում են այն։ Մենք տեսնում ենք, որ նաև այդ հարցում փորձում են խրախուսել Ադրբեջանին, Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ռեֆլեքսների վրա խաղալ։ Եվ այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Ռուսաստանն իր այս հասանելիությունը պահպանում է։ Առաջին հերթին ուժային ներկայությունը։ Էլ չեմ խոսում այն անիմաստ շարունակվող այցերի մասին, այցեր ոչ մի բանի մասին, այցեր, որոնք ուղղված են միայն Կրեմլի քորեկած տեղերը քորելուն եւ ուրիշ ոչ մի բան։ Այս ամենը կայսերական քոր է, որը մեզ այլևս չպետք է հետաքրքրի։ Մենք ունենք մեր օրակարգը եւ մեր ճանապարհը պետք է մաքրենք բոլոր խոչընդոտներից եւ դրա անունն է Ռուսաստան։ Լայն իմաստով մի բան, որը հաստատապես չարորակ է, հաստատապես վատ սովորություն եւ հաստատապես ինչ-որ առումով էլ նաեւ քրեական ենթամշակույթ, որը հակոտնյա է պետության ինստիտուտի գաղափարին։